բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, հիմնադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչա վատ աղը հացով չգնացինք ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, դենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր ունեն իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերի նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը, օրինակ, ազգային ժողովի նախագահային դիմավորումը փոխոսնակներից որևիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խնդիր եկադաշ։ Այո, անպայման դիմավորում, ես իրան անձամբ խոսքին տղի, երբ որ ինքը բավականին չեմ ուզում այդ բանը օգտագործել, բայց տենց ասեցի, բայց ոնց է դուք Տիկին Փելոսին դիմավորել այրապորտում, ես ասեցի Տիկին Մակենկո, երբ որ դուք գաք, իզնից հաճկել ձեզ նույնպես պետք դիմավորել, և Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել, որտեղ կիներ և լավ ընկեր և Տիկին Մակենկոյին նույնպես Երեք մարություն են, դրանով եմ զբաղվում, չեմ ասում էլ որ Էլիզայի գործ են ելին այստեղ, Երեք Իգոր Փաշինյանը նորից խոսեց հանրապետության պայմանագրից, ասաց, որ ըստ Արևմտյան Ադրբեջանը պատկերացնում Հայաստանի 60%-ը, Ադրբեջանը Հայաստանի 60% տարածքի և նաև ասաց, որ պատրաստ է երկու փաստաթուղթ ստորագրել միաժամանակ իսկի խմբի լուսավորումը կան ազդակներ Ադրբեջանից ի վերջո տեղի ժամի հնարավոր փաստաթուղթ խոսակցությունը շարունակվում է, քննարկումը շարունակվում է և շարունակվելու է և կարծում եմ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա Պարոն Սիմոնյան, Ես հարցներ ես իրան վերաբերվում, որ միանձնեք երկու փաստաթուղթ, ու նաև երեք խոսացումները, որ եթե խաղացում պայմանագրի հակասի, պայմանագրի հակա, պատրաստվում է ամբողջովին փոփոխությունների նախաձեռնություն մեկնարկել, դրան լուրջ է։ Սա չի նշանակում, որ խաղացում պայմանագրերը ունեն վերահսում այդ մարտիրներից։ Ու արդյոք նախաձեռնություն են Նախ և առաջ վարչապետը ասեց, որ մենք ունենք նախադեպ, որ նմանատիպ փաստաթուղթը սահմանադրական դատարանը համապատասխան է համարել։ Երկրորդ, վարչապետը նաև ասաց, որ բոլոր փորձագետները ասում են, որ նման ստորագրման պարագան որևիցե խնդիր տեղի չի ունենում։ Այն ինչ որ վարչապետը հնչեցրել է, դա հակուղային իրավիճակում միգուցե ինչ-որ հնարավորություն և այդ ամբողջը իմ ասած ամբողջը կազմակերպների նրա վրա կարծում եմ ճիշտ չի, որտեղ ես որպես նաև մասնագիտական որևիցե խնդիր չի կարող ունենալ մեր սահմանադրությամբ, իսկ քաղաքականացնել դատաները դաշտ կարծում եմ ճիշտ չի։